Բոլորովին երուզեր չկա, չկան, չեն գալիս տենց։ Սովորական, ոնց կա, այդ ձևիլ կան։ Անցյալ տարվա հետ եթե համեմատենք այս շրջանում պասիվ ավելի։ Ճիշտն ասած, համարյա ամեն տարի ժամանակ շատ վատ առնում, շատ վատ։ Բայց տարեստարի ավելի է վատանում։ Ես կարամ հաստատ տենց է, որ տարեստարի վատանում է։ Տենց քիչ են առնում շատ մարդիկ։ Այն ժամանակ էլի, ասենք, շատ էին առնում էին, պահում էին, հիմա տենց բաներ չեն անում։ Որ նոր տարին մոտիկանում է, լավ ապրանքները միշտ էլ թե գյուղացիները, թե Վրաստանից բերված ապրանքը բարձր գներով առնում։ Համ էլ ասենք, որ Վրաստանից բերում են, ռաստամոշկա են անում, շատ թանկ ռաստամոշկա են անում։ Եթե ասենք մի քիչ այդ ռաստամոշկեքը մի քիչ ցածր գներով լինի, անպայման գների իջեցում կլինի։ Բայց քանի որ ռաստամոշկեն իրանք ասում են, չգիտեմ, մի կիլոյի մանդարինին ինչքան փող են վերցնում, չրին ոնց որ ասեցին կիլոն 300 դրամ, կարալյոտի չրին, մանդարինին 100 քանի դրամ։ Էլ այդ մարդիկ ոնց անեն, որ էժան տանեն։ Բնականաբար չեն կարողանում գին միջացնել։ Ամեն ինչ թանկ է, ամեն ինչ։ Եվ շուկան էլ նորմալ շուկա չի։ Գները բարձր, ահավոր, թոշակները ցածր, միայն Սերժն իրանն է բարձրացնում, ուրիշ ոչ մեկին, եւ չի էլ ամաչում մասսայական ներողություն է խնդրում։ Ինչ ասեմ։ Իսկ նոր տարվան զուգընթաց արդեն նկատում եք թանկացումներ։ Այո, լրիվ թանկացած է, սովորական մրգերը թանկ են արդեն, որ արդեն չես ուզում սեղանի վրա դնես այդ միրգը, թանկ է արդեն։ Այո, ինչի՞ չէ։ Բերել ամբողջ տարածքը լցրել, սրանց մեջքին էլ խփել։ Դներն է կարելի ասել պաշտպանում։ Ժողովուրդը նոր տարուց նոր տարի է օգտվում, իրենց համար թվում է, որ ես ինչ թանկ է, բայց ինքը ամբողջ տարի կարելի ասել նույն գներն է։ Մի քիչ կարող է մի 10% տարբերություն լինի էդի։ Երբ մոտենում է ամանորը, գները Երբ մոտենում է ամանորը, մեր գները տոնական են։ Իսկ ընդհանրապես արդեն նկատվում է եռուզեր։ Չէ, պասիվություն է դեռ։ Երբ անց է սկսում ակտիվ առողջի Պիտի արդեն սկսած եմ էլի կարելի ասել, բայց չես հասկանում, թե ժողովուրդը պակասվել է, թե դժվար է արդեն առնելը, չէ հասկանալի է։ Առևտուրը արդեն սկսվել է նոր տարվա։ Շատ լավ առևտուր անում, շատ գոհ ենք ամեն ինչից։ Անցյալ տարվա համեմատ նվազում կա առևտրի։ Առևտրի նվազում եղել է, բայց հիմա շատ լավ, արդեն սկսել է առևտուրը։ Իսկ գնային բարձրացում արդեն նկատվում է։ Ես հələ նույն գնով էլ տալիս եմ, շուկային գինեքան չենք բարձրացնում։ Իմ սեփականն է, ես թանգոլ չեմ տալիս հետ։ Որտեղի խաղող է։ Մասիսի Մարմարաշեն գյուղին է։ Դուք բերում եք ամենը։ Հա, իմ 2 հեկտար այգի ունեմ, ես բշակում եմ, ես եմ բերում։ Գինը անփոփոխ եք թողելու մինչև։ Դե թողենք մինչև թողենք վերջացնենք։ Ամանորյա եռուզեր արդեն սկսվել է շուկայում։ Սկսվում է։ Գոհ եք ինչի Գոհ ենք, հույսով ենք ավելի լավ։ Գնային տատանումներ կան, բարձրացումներ։ Եթե արհեստականորեն չստեղծվի, առայժմ չկա։ Իրիկունը քնում են, առավոտն ելնում են, արդեն թանկացումը կա։ Դրա համար բոլորն էլ տեղից փախնում են։ Առաջ ես ուղղակի
շատ վատ էի տանում այդ բանը, որ փախում են, բայց հիմա որ լսում եմ ավելի ուրախ եմ լինում, որտեղ մարդիկ գնում են ապրում են, ըստ ինչ են անում։ Իսկ կարողանում եք ձեր վաստակածով նոր տարվա հարցերը լուծել։ Ցավը տանեմ, ես հիվանդ թոշակառուտին եմ ստանում եմ 21700 դրամ։ Ես դրանով իմ դեղերն առնեմ, թե ինչ-որ մուծումներ անեմ կամ մի բան էլ եսա։ Ինձ համար սնունդա առնեմ, կամ լվացքի պարագաներ, շատ բաներ կա։ Սա երկիր չի, սա արդեն փլուծվել է։ Ցանկացումները արդեն նկատում եք։ Բաբուն։ Ինչքան մոտենում է ամանորը։ Անպայման։ Անխուսափելի է։ Հայ ազգին բնորոշ հատկանիշ է։ Իսկ հասցնում եք ձեր վաստակածով ամանորի ծախսերը։ Արդեն դա խփում է ընդհանուր քո սննդակարգին։ Ընդհանուր արդեն դու հրաժարվում ես ինչ-որ բաներից։ Իհարկե, արդեն նոր չեմ նկատում։ Արդեն շուկանից ամեն ինչը թանկացել է։ Իսկ հասցնում եք ձեր վաստակածով նշել ամանորը։ Ոչ, եթե օգնություն չլինի կողքից, ոչ մի անգամ դա չի լինի։ Ցանկացումները արդեն նկատում եք։ Թանկացումը միշտ եմ նկատել, պարտադիր չեմ անում։ Այս տարի զգալի թանկացել է ամեն ինչ։ Միտքը, բանջարեղենը, մնացած բոլոր մթերքները թանկացել է, ինչ ասեմ։ Ձեր վաստակածով կարող եք նոր տարվա ծախսերը։ Չէ, ես նոր տարի չեմ անել։ Հնարավոր չի, վաստակածը քիչ չի, բայց նոր տարի հնարավոր չի անել աշխատավարձով, ով կարող է թող անել։ Ցանկացումներ շուկայում արդեն նկատում եք։ Իսկ ձեր վաստակածը ձեր կարծիքով բավարար է նոր տարին նորմալ նշելու համար։ Մինիմալ։ Իսկ ինչն է թանկացել։ Կաթնեղենից սկսեք։ Կաթնեղենից սկսեք, որ ամենակարևորն է երիտասարդների համար։ Իսկ ձեր վաստակածով իզորու եք նշելու ամանորը։ Չի, 20,000 թոշակից։ Բայց որ տենց բան չեմ արել միս բան, որ իմանամ ճիշտ ասած։ Ամեն իմ տանը չեմ տշելու, գնալու եմ բարեկամի մոտ։ Որ ասեմ, չեմ էլ հետաքրքրվի աղջիկս։ Իսկ անցյալ տարիներին։ Անցյալ տարիներին ոչ ինչ։ Իսկ ձեր վաստակածը բավարար է ամանորը նորմալ նշելու համար, այն ինչ որ հայերը անում են։ Ոչ։ Իհարկե ոչ։ Գներն են թանկ, աշխատավարձն աքիչ։ Իսկ այս սովորությունը, որ պետք է ճոխ նշել նոր տարին։ Պարտադիր չի։